Սա չի թալու ոստիկանությունը իրան քաշ տալով հանին դերից։ Պետք է հոգևորականներ իրան ստիպեն, որ գնա։ Հիմա նրա համար էլ ասում եմ մեր հույսի հիմա վարչապետն է։ Եթե հանգած վարչապետը իր էշից իջավ ու այս հարցը միջև ծայր չդարավ, ամոթ նրան, ամոթ հազար ամոթ նրան, որովհետև այսօր մեր եկեղեցու միակ փրկությունը մնացել է Նիկոլ Փաշինյանի վրեն, անկախ նրանից ինքը արժանավոր է, արժանավոր չի, ինչ է, դավաճան է, ինչի հետաքրքրում։ Ինձ հետաքրքրում է, որ այսօր մեր վերջին հույսը, որպեսզի այս գեղձը մաքրվի մեր եկեղեցուց, մեր ներկա վարչապետն է։ Եթե ինքը հանձնվեց ամոթ նրան, ու եթե չհանձնվեց ու գնաց մինչև վերջ ու մաքրեց հայ եկեղեցին, ես ամբողջ կյանքումս չեմ մոռանալու, որ մենք մի օր ունեցել ենք մեկը, որուն հոգին միայն Աստված կարող է գնել, մեկը, որ մաքրեց այս եկեղեցին։ Եվ ես ընտրելու եմ նրան։ Եվ քաջալերելու եմ, որ էլի ընտրեմ։ Միայն այս բարիքի համար, որ ինքը արեց հայ եկեղեցու։ Սա խոսում եմ բոլոր հոգևորականների սրտից է, բոլոր հոգևորականների բերնից է։ այո։